Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մեզ Քաղաքական հարցերով այսօր չենք խոսում։ Հա, բանակի հարց։ Ասում էր, որ մեզ սովորաբար աշխարհը մեզ նայում է որպես ազգնահատակ, ու մենք եթե բանակ ենք ուզում ունենանք ուժեղ, նախ պիտի կարողանանք հասկանալ, թե ումից ուժեղ բանակ ենք ուզում եւ որքան ուժեղ բանակ ենք ուզում։ Դուք ունեք այս հարցի պատասխանը, թե մենք ինչպիսի բանակ։ Պատասխանը էսա, ով որ ազգնահատակ կասի, գլուխը պատին կտա։ Դա թող սովորեն հարգել նահատակված մեր տղաների վարժատակը, հարգեն սկզբից այդ անմահերոսների ծնողներին, հետո խոսեն։ Այդ նման խոսացողներին ազգը հետաքրքիր չի։ Հետաքրքիր է նրանց փողը ծախելը, մարդկանց ծեծելը, անհետացնելը, խոսացողների բերանը փակելը։ Ոչ մենք այսքան 90 տվից այսքան ես նման բաներ չեմ տեսել, ինչ որ հիմա ենք տեսնում մարդկանց գործից ազատելով եւ այլն, այդպես չի կարելի։ 90 տվից հաղթանակներ ենք կերտել մենք, բազում հաղթանակներ, 20 տվին ծախեցին մեզ, ով չգիտի որ մեզ ծախեցին, մենք չենք պարտվել, մեր բանակը ուժեղ հզոր բանակ է, մեզ ծախեցին, կարող եմ ասել։ Դավաճանություն եք տեսել։ Դավաճանություն ազգադավերին, իմ ազգի մեջ ես այսքան ազգադավ չեմ տեսել, ինչ որ հիմա է, այսքան գնալով մոլախոտի նման հաճում են։ Հերիքա թող այս ժողովուրդը քնած է դեռ արթնանա, վաղը մյուս օրը չգիտեն ինչա գալու գլուխները, հələ տակ են, հետո որ հասկանան ուշ լինելու։ Չմտածեն, որ մենք մեր հողը, մեր հայրենիքը կթողնենք ու կլքենք կգնանք, ոչ, պահել ենք, էլի պտի պահենք։ Փառք եմ տալիս, փառք ու պատիվ են զինվորներին, որ այսօր կանգնած են սահմանում, մենք այստեղ ենք։ Թող սահմանները անառիկ լինեն, զինվորները անփորձանք լինեն։ Ժամկետները, երբ որ կլրանա, բարի վերադարձ լինի այդ երեխեքին, անփորձանք իրանց տները։ Եվ շնորհավորում եմ մեր բանակի տոնը, բանակը մեզ համար եղել է կա։ Հաբի հիմնադիրը եղել է առաջի Վասիլյան Ռազմիկը, հավերժ փառք իրեն, չմոռանանք, էդ էլ չմոռանանք։ Բազմաթիվ անուններ կան, որոնք պետք է ոսկե տառերով պիտի գրենք մեր պատմության մեջ։ Այսօր մեր ազգային հերոսներին չեն էլ ուզում ճանաչեն, չեն էլ ուզում անունները տան, ինչի համար։ Թուրքի ծրագիր են այստեղ իրականացնում։